Բարի լույս իմ լավ հետևորդներին, բարի խաղաղ շաբաթ օր եմ ցանկանում բոլորին և դրսում ապրող մեր բոլոր հայերին, ովքեր դիտում են մեր հոլովակը։ Հարգելիներս, գուշակեք ինչ եմ ուզում այսօր պատրաստեմ։ Եղանակի հետ համահունչ ուզում եմ պատրաստեմ քրջիկ։ Դե նախապես հիմա սպիտակաձավարը մի հատ լվանամ, լցնեմ կաթսայի մեջ, հետո նոր կկտրատեմ թթու դրած կաղամբը։ Լցնեմ կաթսայի մեջ ջուր լցնեմ ու դնեմ արդեն բազոջակին։ Այսպես։ Ջուրն էլ լցրեցի, հիմա էլ ծածկենք կաթսայի կափարիչը։ Ժողովուրդ ջան, թթուն էլ արդեն բերեցի, բայց չեմ լվանում, հենց այսպես կտրելու եմ, դռան ձայնը լսվեց, աշկիս էլ հնչոս եկավ տուն։ Խառնենք զավարը։ Օգնած Անջված, սոված, կարողանում բարև ձեզ։ Հաց չի սպիրել, բաց չի սարել, տեսնեմ։ Չէ, երկում եկնեմ։ Հիմա կաղամբը կտրեմ, ուրեմ սենց ցույց տամ, ժողովուրդ ջան, այսպես հենց սենց դրել եմ թթվի ջրի մեջ, հիմա էսի սենց ուզում եմ կտրեմ։ Բաժանեմ երկու մասի, սա նոր դրած է, տոլմա որ փաթաթեցի, ուրեմն ասեմ, հենց այս տոլմայի միջուկն է, տոլման պատրաստեցի, կաղամբի միջուկն է, այսպես դրել եմ թթվի մեջ, որ հենց այս նպատակով, որ քրջիկ եփեմ։ Բայց ես նոր թթու պետք է դնեմ, որովհետև արդեն վերջացել է, սա վերջինն է ու առանձին քրջիկի համար և տոլմայի համար, պաստուս տոլմայի համար պետք է դնեմ հենց առանց բազուկի։ Ողջույն ինչ անուշ հոտ եկավ այս թթվի։ Հատ էլ այսպես մանրացնենք։ Դարակից, որ
լցնեմ մեջը, հետո եռալու ընթացքում, հենց որ կաթսայի ջուրը եռա, նոր աղամբը կլցնեմ արդեն մեջը։ Այսօր թուրք տա մեզ մոտ, համ սառն է լավ եղանակը, համ էլ լավ տերևաթափ է լինում, սառնության հետ մեկտեղ նաև կա քամի, ոչ ուժեղ քամի, բայց տերևաթափ է լինում։ Էլենչոսը սոված է։ Հիմա տեսնում էլենչոյս ինչ եմ տալի։ Ուդի արագի մեջ։ Թե չէ, այս քրճիկը Էլենի համար չի։ Այս քրճիկը սիրում եմ ես ու ամուսինս։ Թե չէ, երեխաները չեն սիրում ընդհանրապես։ Այս մի փոքրն էլ կտրեմ, հետո ընթացքում կտեսնեմ։ Եթե քիչ լինի, նորից կկտրեմ։ Տեսեք, այստեղ թթու ունեմ, որ նոր դրած չի, դրա համար սենց կարմիր մնացել է։ Իսկ այս մի կաղամբը ժողովուրդ ջան նորվա դրած է, դե սա արդեն լավ է, քրճիկի համար շատ լավ է։ Ես էլ կտրեմ։ Փոխվեցին Էլեն ջան, հա։
կփակենք վրայից սպիտակաձավարի փրփուրը։ Իմ աղջիկը եկավ, ասավ նկարահանման, չէ Էլեն ջան, հիմա լցնենք արդեն կաղամբը, հենց բոլորը լցնենք, հիմա կթողեմ կեփի, հետո նոր կավելացնենք կարտոֆիլը։ Երևի այսքան կաղամբը բավական է, հարգելիներս, էլ չարժի, որ նորից ես կտրեմ։ Նայ տեսեք արդեն կաղամբը և սպիտակաձավարը եղել է, հիմա ավելացնեմ կարտոֆիլը, խառը կանոչ եմ կտրում, մաղադանոց, համեմ, սա միտը հանենք, որպեսզի համը չփոխի։ Հիմա տեսնենք կարտոշկեն եփածա թե չէ։ Եփածա։ Այսօր պատրաստեմ այս յուղով։ Սկզբից չհավանեցի, հարգելի հետևորդներ ջան, բայց շատ լավ յուղ է, հələ նայեք, սենց բրինձ, որ ասում են, հենց այս յուղն է։ Դսնեմ եռացրած և սառացրած ջուր, որպեսզի ալյուրով բացեմ, լցնեմ վրա։ Սա էլ լցնենք և թողենք մի 3-4 րոպե էփի, արդեն պատրաստ է քրչիկը։ Այսպես, վայ չուտողին, ամբողջ խոհանոցս այս քրչիկի հոտն է լսի, հարգելի հետևորդներ ջան։ Նենց էլ անուշ բուրումը հարևանուհիս մտել է միջանցքով, եկել է խոհանոց, ասում է, ինչ համով հոտեր ես գցե, ասում եմ, քրջիկի հոտը,
այս կանաչիների հոտը, այս թթու կաղամբի հոտը, այսպես կարճ ասած, մի հատ լավ համովության հոտ է գալի մեր խոհանոցից։ Հարգելիներս, գնացել եմ խանութ, ինձ համար ափսեներ եմ գնել, դուք էլ հենց մի հատ տեսեք եւ գրեք մեկնաբանություններում տեսնեմ ձեր դուրը եկավ թե չէ։ Ես ափսեները տեսել էի խանութում, բայց այսօր էկուց անում էի ու չէի գնում վերցնեի։ Այսօր առավոտյան գնացել եմ, այս ափսեները վերցրել եմ։ Այս ձևի հատը 650 գրամ, այնքան հարմար է, նայեք կողքերը։ 6 հատ վերցրել եմ այս ափսեներից, 2 հատ էլ այս խորոտներից եմ վերցրել։ Սա էլ 750 դրամ է։ Հիմա նոր ուզում եմ լվանամ, մի հատ լավ լվանամ, հետո սա արդեն կդասավորեմ դարակներում։ Բայց շատ դուր եկավ ժողովուրդ ջան, հենց այս նախշերը ինձ ավելի շատ գերեց ու ամենակարևորը այս ափսեի չափը ու իր այդ, չգիտեմ, կլորությունը, այդ կողքերի կորաձևությունը շատ հարմար է։ Խնդրում եմ մեկնաբանություններում հələ գրեք տեսնեմ արժեր առած թե չէ։ Մարդիկ կան, որ կարող է հենց այս նախշերի համար մի քիչ ասեն լավը չի, չգիտեմ, բայց ամեն դեպքում ինձ դուր եկավ գելիներս։ Հիմա մի հատ լավ լվանամ։ Սա էլ արդեն անջատ եմ։ Այսպես։ Գնացուցակները օքեյ։ Փռեմ այստեղ, որ ափսեները լվանամ ու դասավորեմ վրան։ Էլեն ջան, արի սամանները լվացած բոլորը սրբի տենամ, հələ սրբի դասավորի։ Տեսնի ես լավ լվանամ։ Գնացուցակների տեղը։ Էլեն դուրը եկավ ամանները։ Գնացուցակների տեղն է, որ կփածա։ Արի լենջա, հենա սրբիչը վերցրա տենամ։ Սրանցից հենց 2 հատ է դրած այդ ափսեների հետ, դրա համար ես 2-ը վերցրեցի։ Եթե 6 հատ լիներ, 6 հատն էլ վատ չէր լինի, բայց պետք է խանութի աշխատողին ասեմ, որտից որ ես գնել եմ, ասեմ նորից բերեն, որ սա էլ անեն 6 հատ։ Ստվում է հարմար չափ է։ Հարգելի հետևորդներ ջան, ամեն ինչի համար։ Այստեղ իրենք ում էլ են, դրանք ես կդասավորում։ Այդ բաժակները դասավորում։
ուրեմն ասեմ հարգելիներս, այս ամաները որ գնում եմ, ամուսնուս հետ եմ գնացել խանում, ամուսինս ասում է գոնե երկաթից վերցրա, որ չջարդես։ Պատկերացրեք այնքան եմ սիրում ջարդելը, որ ամուսինս էլ է նկատել, ասում է երկաթից վերցրա էլի, քեզ համար ասում է պետք է ամեն ինչը երկաթից լինի, որ չջարդես։ Սենց էլի, հիմա պիտի ինձ հանեմ չջարդեմ։ Բայց դուրս եկավ, ժողովուրդ ջան, ասեք, որ լավն է։ Սիրում եմ, որ գնում եմ խանութ, աննկատ չեմ անցնում ես շուշեղենների կողքով։ Այդքան էլ ճիշտ, առողջություն Էլեն ջան, տեղին թռշտացի։ Սիրում եմ միշտ, ինչքան գնամ, պիտի հարևս դիրետ է, ես կդասավորեմ, հեսա դու ապսեները դիր տեղը։ Մամաս իչքան գալիս է մեր տուն, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, ամեն անգամ մի նորություն տենում այս խոհանոցի դարակում, միշտ ասում է, ինչքան ես սիրում աման առնես, ինչքան ես սիրում այսպիսի բաներ։ Սենց եմ, ամեն անգամ խանութ գնալուց սիրում եմ, որ մի նորություն առնեմ։ Գիտեք հետո հետաքրքիրը որն է, որ եղունգներիս հետ էլ է գնում, հələ նայեք ժողովուրդ ջան, համ լվում եմ, համ էլ մտքով ասում եմ, լավ բռնացրել եմ եղունգներիս հետ ապսեներս, հələ նայ էլ է։ Այսել իսպես։ Հարգելիներս վերջացրեցի, էփեցի, անջատեցի, համ տեսեցինք, և ուզում եմ այսքանով էլ ավարտեմ իմ այսօրվա հոլովակը և բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին և առողջ մնացեք, ցտեսություն բոլորիդ։